Let's talk with Elena Chobanyan. Retro Time, retro interviews with Elena on 95.5 FM. Մեր գալակտիկայում կա մոտավորապես 200 միլիարդ աստղ։ Կարելի է եզրահանգել, որ կան այլ տեսակի կյանքեր, չէ՞։ Բնականաբար լրիվ հնարավոր է Գալակտիկաներում։ միլիարդավոր էլի այդպիսի գալակտիկաներ գոյություն ունեն։ Իրանց միլիարդավոր աստղերով եւ մոլորակներով։ Ձեր հայտնագործությունների վրա ինչ աշխատանքներ է ամենակարևորները, հա, այսպես անընդհատ կարող ենք խոսել։ Հիմնականում աշխատել եմ մեր գալակտիկայի եւ ընդհանրապես գալակտիկաների մագնիսական դաշտերի ուսումնասիրության ուղղությամբ։ Ուրեմն աշխատանքներ սկսել եմ ուղղությամբ աշխատել 1980-ական թվականներից։ Ունեմ բավականին Ես դեռևս ծնված էլ չէի այդ ժամանակ, իսկ դու գիտնական էի։ Բավականին կարևոր արդյունքներ, որոնք ընդունված են, այսինքն առաջին անգամ իմ կողմից են առաջարկվել, օրինակ մեր գալակտիկայի երկկոմպոնենտ մագնիսական դաշտի գաղափարը։ Ինչ հասկանալի երկկոմպոնենտ, այսինքն գալակտիկայի մագնիսական դաշտը բաղկացած է երկու բաղադրիչներից։ Մեկը գալակտիկայի հարթության մեջ եղող մագնիսական դաշտն է, եւ մեկը գալակտիկայի հարթությունից դուրս, անվանում են հալոյի մագնիսական դաշտ։ Այդ հալոյի մագնիսական դաշտի մասին առաջին անգամ ես եմ ասել, որ երկու բաղադրիչներ են եւ այդ հարթ կոմպոնենտը, հարթ բաղադրիչը ընկած է այդ հալոյի մագնիսական դաշտի ներսում, իսկ հալոյի մագնիսական դաշտը ունի դիպոլային տեսք։ Դիպոլ ուրեմն դա երկու հատ, ուրեմն այսպեսի շրջանակ։ Այսինքն երկու շրջանակ իրար կողքի ոնց որ մոտավորապես շրջան, բայց մի քիչ այդ շրջանես երկու էլիպսներ ոնց որ իրար կպած են։ Բայց իրար հետ կպած են առանձին շրջանակներ, չէ՞։ Այո, մեր երկրագնդի մագնիսական դաշտը նույնպես ունի դիպոլի տեսք, այսինքն դուրս է գալիս հյուսիսային բևեռից, մագնիսական դաշտի ուժագծերը մտնում են հարավային բևեռում երկրի շուրջ այդ տեսքն ունեն։ Պատկերացնում եք գալակտիկայի հարթությունը, այդ որ մենք տեսնում ենք ծիրկաթինը, դա մեր գալակտիկայի հարթությունն է։ Ուրեմն այդ հարթության մեջ մագնիսական դաշտերը ուղղված են հիմնականում հարթության ուղղությամբ եւ տեղ կան գալակտիկայի պարուրաձև թևեր, իսկ այդ հարթությունից վերև եւ ներքև արդեն այդ հալոյի դաշտն է, որը ունի, ասեցի, այդ դիպոլի տեսք, որը նույն տեսքն է, ինչ որ ասենք մեր երկրագնդի մագնիսական դաշտն, այսինքն ուժագծեր, մագնիսական ուժագծեր դուրս են գալիս մի բևեռից, պտտվում են երկրագնդի շուրջը եւ դա հեշտ է նկատել։ Դա ուրեմն հայտնաբերվել է օգտագործելով բաբախիչների պուլսարներ, բաբախիչների ուրեմն Ֆարադեյի պտույտի տվյալներ եւ արտագալակտիկ ռադիոաղբյուրների էլի Ֆարադեյի պտույտի տվյալները։ Ուրեմն բազմաթիվ տվյալներ, հազարավոր տվյալներ են օգտագործվել, որպեսզի այդ տեսքը կարողանանք դուրս բերել։ Երբ որ դուք հայտնագործեցիք, հա, բացահայտեցիք, կային այլ աստղագետներ այլ պետության, որ հենց նույն թեմայով էին զբաղվում, իրենք զուգահեռաբար բացահայտել են։ Ուրեմն ճիշտ որ ասեմ, չգիտեմ, մի քիչ բամբասանքի նման է դուրս գալիս։ Ես այդ աշխատանքը տպագրել եմ 1987, 88, 89 թվականներին, 10 տարի հետո համարյա նույն տիպի արդյունքներ ստացվել էին ուրեմն գերմանացիների ու չինացի համահեղինակ կար նրանց կողմից։ Հետո այդ չինացի համահեղինակը իհարկե գերմանացիների մոտ ես գնացի զեկուցեցի այդ ամեն ինչը։ Իմ աշխատանքները տպագրվել են աստրոֆիզիկա հանդեսում, սովետական հանդեսում։ Իրենց ասելով, իրենք այդ հանդեսները այդպես չեն կարդացել, ասեց այնտեղ անկյունում դրված են այդ ժուրնալները, ծանոթ չեն, բայց ես համոզված եմ, որ ծանոթ են եղել, իսկ հետո ինձ ծանոթացրին այդ չինացու հետ, հետո այդ չինացու հետ մենք լավ հարաբերությունների մեջ ենք, մի քանի անգամ գնացել եմ իրենց հետ համագործակցել եմ։ Պարզապես հիմա քանի որ իրանք շատ ավելի ակտիվ են աշխատում, մեծ խմբերով են աշխատում, հիմնականում ցիտում են, ասենք իրենց աշխատանքները, չնայած չէ, իրանք սեմինարների ժամանակ միշտ ասել է, որ մենք հետո մի քանի 10 տարի հետո մոտավորապես իրենից անկախ ստացել ենք նույն արդյունքները։ Պեկինում սեմինարի ժամանակ, երբ որ ես պատմել եմ, ինքը հանդես է եկել, ասել, որ այդ արդյունքները մենք 10 տարի հետո ստացել ենք իրենից անկախ։ Եվ երկրորդ կարևոր ուրեմն աշխատանքներից, քանի որ ասեցի մեր գալակտիկայի դաշտը ունի դիպոլային տեսք, եթե մենք ընդունենք, որ ուրիշ գալակտիկաների կամ ռադիոգալակտիկաների
մագնիսական դաշտերը նույնպես ունեն դիպոլային տեսք, դրանից հետևում է, որ առաջացած ռադիոգալակտիկաները պետք է ունենան որոշակի տեսք։ Եթե ընդունենք համբարձումենական տեսակետը, որ ռադիոգալակտիկաները առաջանում են գալակտիկայի կենտրոնից դուրս եկած պլազմայի շարժման հետևանքով մագնիսական դաշտերի մեջ, որովհետև նրանց ճառագայթումը ռադիոտիրույթում հենց պայմանավորված է այդ պլազմայի ճառագայթումը մագնիսական դաշտում։ Ուրեմն եթե դաշտի տեսքը ընդունում ենք դիպոլային, դրանից հետևում է որոշակի տեսքեր, որոնք դիտումներից իսկապես հաստատվում են, որ այդպիսի տեսքեր կան։ Այդպիսի դասակարգումներ կան, բանառով ռիլի դասակարգում է կոչվում, այդ դասակարգումը լրիվ հնարավոր է լինում բացատրել այդ տեսության սահմաններում։ Հետո իհարկե շատ հետևություններ են արվում դրանցից, այդ բոլորը արդեն հարյուրավոր դիտողական տվյալների հիման վրա մենք կարողացել ենք ցույց տալ, որ իսկապես այդ բոլոր ինչ որ հետևում է այդ մեխանիզմից, ռադիոգալակտիկաների առաջացման մեխանիզմից, այդ բոլորը հնարավոր է լինում բացատրել։ Ինչքան է պահանջվել այն բացահայտման համար եւ հիմա Ճիշտ ասած, ես այդ որ ինչ որ սկզբնական աշխատանքները մտել են իմ դիսերտացիայի մեջ, հետո իմ ասպիրանտների դիսերտացիաների մեջ, ես 85 թվականին եմ պաշտպանել, հետո 89 թվականին Մակարով Ալեքսանդրը իմ ղեկավարությամբ պաշտպանել է դիսերտացիան, հետո Արշակյան Տիգրանն է։ Այդ մինչև Սովետական միության արդեն քանդվելուց հետո 90-ական թվականների կեսերը, դրանից հետո ֆրանսիացիների հետ եմ աշխատել, նույն թեմաները զարգացրել ենք արդեն ավելի նոր տվյալներով, քանի որ իրանց մոտ այն ժամանակ արդեն նոր ինտերնետը աշխատում էր, մեր մոտ դեռ չկար, ինտերնետի միջոցով հնարավոր է լինում շատ ավելի շատ տվյալներ հայտնաբերել, այդ ամեն ինչը նորից նույն ձևով հաստատվել է։ Այսինքն մեկ հոգի, մեկ գիտնականը քիչ է մեկ թեման խորացնի եւ Ճիշտ ասած, իմ դիսերտացիայի վրա աշխատել եմ լրիվ մենակ, 6 աշխատանք եմ տպագրել լրիվ առանց համահեղինակի, առանց ղեկավարի։ Հիմա դեռ այն ժամանակ էլ այդ բանը գաղափարը կար, այդ մագնիսական դաշտերը գալակտիկաներում իրենք ուժեղանում են, դինամո մեխանիզմներ են կոչվում։ Այդ մեխանիզմները շատ լավ ուսումնասիրված են, բայց այդ մեխանիզմների աշխատելու համար անհրաժեշտ է, որ զրոյական ինչ-որ մագնիսական դաշտեր առաջանան, այսինքն չեղած տեղից պետք է մագնիսական դաշտեր առաջանան։ Այդ խնդրը մինչև այժմ լուծված չի։ Իհարկե կան որոշ գաղափարներ այդ մասին, որ դա այդ վաղ եզերքի ժամանակ է առաջացել ինչ-որ մեխանիզմներով առանց կոնկրետացնելու եւ այլն, բայց այդպես դա բաց է մնացած։ Ամբողջ աշխարհում դեռևս Հա, այդ բանը բաց է։ Դեռևս 80-ականների այդ կեսերին ես առաջարկել էի, որ դա կարող է բացատրվել այդ մագնիսական դաշտերի առաջացումը հենց Բիրմանի մեխանիզմ է կոչվում, ուրեմն այդ մեխանիզմի միջոցով դրա էությունը կայանում է նրանում, որ էլեկտրոնները եւ պրոտոնները ունեն մոտ 2000 անգամ իրարից տարբեր զանգվածներ եւ նրանք նյութի հետ փոխազդում են միանգամայն տարբեր ձևով։ Էլեկտրոնները շատ արագ են փոխազդում անմիջապես եւ պրոտոնները ավելի դանդաղ։ Եվ այդ էֆեկտը կայանում է նրանում, որ եթե այդ պլազման, այսինքն էլեկտրոններից եւ պրոտոններից բաղկացած նյութը, եթե տարածվում է պտտվող միջավայրում, այդ ժամանակ էլեկտրոնները անմիջապես այդ պտտվող միջավայրի պտտման արագությունը ընկալում են, իսկ պրոտոնները ավելի ուշ, որի պատճառով առաջանում են շրջանային էլեկտրական հոսանքներ եւ այդ շրջանային էլեկտրական հոսանքները բերում են հենց դիպոլային մագնիսական դաշտերի, այսինքն այն դաշտերի, Հիմա ձեր ներկա հետազոտման գիզակետում այս թեման է։ Դա ես այն ժամանակ առաջարկել էի, հոդված կար տպագրված։ Հիմա դա ավելի մանրակրկիտ է կատարվում ռուս գիտնական Եվգենի Միխայլովի հետ միասին։ Հիմա այդ գործերն անում ենք Բիրման եւ մեխանիզմի աստոյն կիրառությունը մագնիսական դաշտեր առաջացնելու համար գալակտիկաներում, հիմա փորձում ենք աստղերի համար այդ բանն անել, գալակտիկաների կենտրոնների, ակտիվ գալակտիկ միջուկների համար եւ այլն։ Եվ ինչ նպաստ կարող է լինել մարդկության կյանքի համար եւ այլ նպատակ պետք է։ Ասեմ, որ այդ ամեն ինչը փաստորեն, քանի որ աստղագիտությունը ինքը այնպիսի գիտություն է, որ անմիջական ուրեմն իհարկե որոշ ճյուղեր անմիջական եւ կիրառություններ գտել են արդեն մարդկության ուրեմն կյանքը լավացնելու գործում, բայց ասենք այդ բաները, որ ես զբաղվում եմ, դրանք հիմնականում նրա համար է, որ մենք պատկերացնենք, թե ինչ միջավայրում ենք մենք ապրում, մագնիսական դաշտեր գոյություն ունեն, այդ մագնիսական դաշտերը իհարկե ազդում են նաև աստղերի առաջացման վրա եւ աստղերի շուրջը առաջացած մոլորակների, փաստորեն այդ մագնիսական դաշտերը հնարավոր է որ լինեն այդ աստղերի, այսինքն մոլորակներում եղած մագնիսական դաշտերը հնարավոր է որ լինեն հետևանք
որովհետև ասեցինք 0-ից ոչինչ մագսական դաշտ չի կարող առաջանալ, ինչ որտեղից պետք է լինի, որ հետո ուժեղանան։ Մեր երկրագնդի մագսական դաշտի ազդեցությունը մարդու վրա բժշկության կողմից արդեն ցույց է տված, որ բավականին մեծ ազդեցություն է թողնում եւ բացի այդ, եթե չլիներ երկրագնդի մագնիսական դաշտը, ապա երկրագնդի վրա կյանք չէր կարող լինել, որովհետեւ արեգակից անընդհատ արտահոսքեր են լինում։ Պլազմայի արտահոսքեր են լինում, արեգակի վրա ամեն մի բռնկումից հետո պլազմա դուրս է ժայթքում եւ տարածվում ուրեմն միջմոլորակային տարածության մեջ։ Այդ պլազման մոտենալով մոլորակներին կարող են ընկնել մոլորակի վրա։ Հիմա մեր երկրագնդին երբ որ մոտենում է, այդ մագնիսական դաշտերը փաստորեն պաշտպանում են մեր երկրագնդի մակերեսը այդ ճառագայթումից եւ այդ պլազման մագնիսական դաշտերի ուժագծերի ուղղությամբ գնում բևեռների կողմն է տեղաշարժվում եւ բևեռներից նոր կարող է թափվել։ Բայց դա պաշտպանում է փաստորեն այդ ռադիացիոն զոնաները երկրագնդի շուրջը եղած ուլտրամանշակագույնը միևնույնն է անցնում է, բայց այդ տիեզերական մասնիկները հենց այդ պլազմայի հոսքը դրանք ուրեմն գնում են բևեռների կողմից եւ այդ հյուսիսափայլերը, որ մենք տեսնում ենք հյուսիսային երկնքում երևում հարավում էլ բնականաբար կլինի, դրանք պայմանավորված են հենց այդ պլազմայի ներհոսքով դեպի պատկերացրեք, ասենք երկրագնդի կենտրոնում գտնվում է, դրանք կարող են մի քանի երկրագնդի շարավիղ չափեր ունենալ, բայց երբ որ ասենք մի կողմից այդ պլազմայի հոսքը լինում է, այդ կողմից այդ մագնիսական դաշտում սեղմում են, ոնց որ դեֆորմացվում են, մյուս կողմից ավելի երկար, այս կողմից դեֆորմացվում է, բայց միևնույնն է, ուրեմն այդ մագնիսական դաշտերի ուժագծերի ուղղությամբ այդ մասնիկները սկսում են շարժվել դեպի բևեռներ, այսինքն չեն կարողանում հաղթահարել այդ մագնիսական դաշտերի։ Ուշադրության կենտրոնում ոչ թե մեր երկրագնդի մագնիսական դաշտերն են, այլ գալակտիկաների մագնիսական դաշտերը, մեր գալակտիկայի եւ այլ գալակտիկաների, ռադիոգալակտիկաների վերաբերյալ, որ դրանց դասակարգումները կարելի է բացատրել, դրանց մեջ տեղ ունեցող process-ները կարելի է բացատրել մագնիսական դաշտերի մեր աստղադիտակով, մեր գիտելիքներով եւ սարքերով կարող ենք այլ գալակտիկաներն էլ տեսնել կամ իմանալ, բացի մեր գալակտիկայի։ Ճիշտ ասած, մեր տվյալները, որ ես օգտագործում եմ, դա ամբողջ աշխարհում եղած դիտակների, հզոր ռադիոդիտակների տված ուրեմն դիտումների արդյունքներն են, որ օգտագործում են, դրանք արդեն բոլորը տպագրված են, կան կատալոգներում, պարզապես դրանք օգտագործել է պետք։ Հիմա իհարկե մեր աստղադիտանում մենք ունենք լավ գործիքներ, 2 մետր 60 սանտիմետրանոց դիտակն է, 1 մետրանոց դիտակը, որը շատ աշխարհի լավագույն դիտակներից է։ Այլ գալակտիկաներ օպտիկական տիրույթում կարող ենք դիտել։ Մեր դիտակները օպտիկական տիրույթում են դիտում, իսկ ռադիոտիրույթում մենք առաջ ունեինք այդպիսի ռադիոաստղադիտարան, Եվ քանի գալակտիկա ենք դիտել։ Միլիոնավոր, միլիարդավոր գալակտիկաներ, այդպես շարունակ, կարելի է եզրահանգել, որ կան այլ տեսակի կյանքեր, չէ՞։ Բնականաբար լրիվ հնարավոր է, որովհետև մեր գալակտիկայում կա մոտավորապես 200 միլիարդ աստղ։ Հիմա արդեն հայտնի են շատ աստղեր, որոնց շուրջը գոյություն ունեն մոլորակներ, արդեն հազարավոր այդպիսի աստղեր հիմա այդ բաները ուսումնասիրում են։ Իհարկե առաջ շատ դժվար էր։ Դե հնարավոր է, որ չեն տեսել, որովհետև դա բավականին հեռու են գտնվում այդ աստղերը, եւ այդ մոլորակներն էլ, որ հայտնաբերվել են աստղերի շուրջը, մեր երկրագնդից բավականին շատ տարբերում են իրենց բնութագրերով։ Բայց եթե 200 միլիոն աստղ կա, բնականաբար եթե դրա կես տոկոսի մոտ էլ մի հատ, ասենք, մեր երկրագնդի նման մոլորակ լինի, այդ արդեն նշանակում է, որ միլիոնավոր այդպիսի մոլորակներ կարող են լինել, իսկ մոլորակի վրա կյանքի առաջանալն էլ, էլի եթե մենք ընդունենք այդ Դարվինի տեսությամբ, պատահական է առաջանում, նույն ձևի պատահականորեն կարող անդեղել կյանք առաջանալ, այդ կյանքը ինչ մակարդակ ունենա, դերևս աշխարհում են դեռ փաստ չկա, իսկ դա ես մենակ մեր գալակտիկայի մասին ասեցի, իսկ գալակտիկաներում միլիարդավոր էլի այդպիսի գալակտիկաներ գոյություն ունեն։ Իրանց միլիարդավոր աստղերով եւ մոլորակներով։ Իրանց այդ միլիարդավոր աստղերով ու մոլորակներով։ Այնպես որ կյանքի գոյությունը տիեզերքում շատ հնարավոր է, բայց մենք նրանց հետ կհանդիպենք, կարող ենք հանդիպել, քանի որ նրանք շատ հեռու կարող են լինել։ Պատկերացրեք, ասենք, մի տեղից մենք մի ազդանշան ենք լսում։ 10 լուսատարի հեռավորության վրա գտնվող այդ մոտակա աստղերն են։
Այնտեղից ազդանշանը գալիս է, մենք լսում ենք, իրանք 10 տարի առաջ են ուղարկել։ Հետո մենք այստեղ դրանց պատասխանում ենք, 10 տարի հետո իրանք են ստանում, այնտեղ լրիվ 20 տարում ցիվիլիզացիան ահագին փոխված կարա լինի։ Նրանք հետո կպատասխանեն, այսինքն ոնց որ նույն սերունդի ֆանտաստիկ ֆիլմերը, որ էստագարիզ եւ փորձեր են կատարում մարդկանց վրա, ապացուցված չի։ Դեռ սովետական միության ժամանակ այդպես գաղտնի գրականություն կար, որ չնույնացված թռչող օբյեկտների վերաբերյալ տվյալներ էին, այնտեղ հազարավոր տվյալներ կային, հազարավոր ականատեսներ կային, որ ինչ-որ բաներ տեսել էին։ Եվ նույնիսկ փորձ են կատարել այստեղից մարդկանց տարել են։ Այդպիսի ուրեմն բաներ կան, բայց դրանց ճշմարտությունը ոչ մեկը չի ապացուցել։ Պարզվում է, որ երբ որ ինչ-որ անկայուն երևույթներ են լինում երկրագնդի վրա, ասենք պատերազմներ են կամ եսի ինչ այդպես նման բաներ, ոնց որ թե դրանց թիվը շատանում է, թե դրանք արդեն երկրի վրա պատրաստված սարքեր են, որ մարդիկ չեն հասկանում, չեն կարողանում նույնացնել, թե ինչեր են։ Այսինքն ես չհասկացա թվերը ինչու են շատանում։ Ըստ երևույթին մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, որ ավելի շատ մարդիկ են տվյալներ գալի ասում, որ ես եմ տեսել, այն եմ տեսել, այն եմ տեսել։ Ականատեսներ, ճիշտ ասած, այն Ղարաբաղյան առաջի պատերազմի ժամանակ մի հատ ընկեր ունեի, որ ասում էր, հա, Երևանում այնքան կան, նույնիսկ եթե ուզում ես, արի գնանք ծանոթացնեմ։ Այսինքն քանակը շատանում ականատեսների։ Հա, ականատեսների քանակը շատանում է, հիմա թե այդ մարդկանց այդ երևակը ֆանտազիան է, թե երևակայություն։ Մի խոսքով շատ հետաքրքիր է, շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։ Ձեր արած կարևորագույն աշխատանքները, որ 1-2-ը նշեք, ներկապահին ինչ հայտնագործությունների կամ ինչ աշխատանքի վրա եք աշխատում։ Ոչ միայն Հայաստանի գիտության։ Մի քանի լուրջ աշխատանք արել եմ 2003 թվականին աշխարհում ստեղծեցի առաջի ընդհանուր կատալոգ, ասենք կոչվող անդրադարձնող մեգամասությունների, որով մինչև հիմա անդադ օգտվում ամբողջ աշխարհի ուրեմն աստագիտական համայնք։ Նույնիսկ Միացյալ Նահանգները։ Դրա վրա ամենաշատ ցիտումներ կան, բայց զուտ գիտական հարցերով ընդհանրացնելով ես համահեղինակների հետ գտել ենք մի քանի նոր աստղա առաջացման տիրույթները, իսկ դա շատ կարևոր է, հասկանում եք մեր գալակտիկայի կառուցվածքի հասկանալու համար, այդ առաջինը։ Եվ սկսել ենք օգտագործել նոր մեթոդները, որոնք կարելի ընդհանրացնել ինտեգրալ սպեկտրասկոպիան։ Դա ինչ է նշանակում։ Դե աստղագետները շատ են նկարում սպեկտրներ, այսինքն աստղերի ամեն մի կետից ինչ-որ սպեկտրը պատկերացնում եք մոտեցելու ինչն է։ Ինտեգրալ սպեկտրասկոպիայով դուք ստանում եք արդեն միանգամից դաշտով բոլոր կետերի համար սպեկտրներ եւ սենց կարելի ուսումնասիրել տարածված օբյեկտները կամ ուղղակի շատ օբյեկտները եւ քաղել այսպես ինֆորմացիան, որը հնարավոր չի ուրիշ ձևով հավաքել կամ շատ ժամանակ խաղալ։ Ուրեմն այս մեթոդով մենք սկսել ենք ուսումնասիրել սենց կոչվող ուղղորդված արտահոսքերը երիտասարդ աստղերից, մենք ընդհանրապես բաղում երիտասարդ աստղերը։ Եվ աստղարաշրջան այդ ուղղությունը վերցրել։ Նոր ծնվող, հատկապես մեծ աստղեր, որոնք այդքան հեշտ չեն բացահայտելը։ Հա, ես քանոբյուրական, երբ հիմնադրված էր այդ ուղղությունը, փաստորեն դրա գլխավորներ, տրամաբանորեն, որ մենք այստեղ մինչև հիմա զբաղվում ենք այս հարցերով։ Ուրեմն այդ մեթոդով մենք սկսել ենք ուսումնասիրել ուղղորդված շիթերը, նրանց շարժումները, ներքին կառուցվածքը եւ ահագին բաներ հասկացել ենք իրանց ֆիզիկայի համար։ Դա կարեւոր է տեսության համար։ Ինչն են ուղղորդված շիթերը, այդ մի քիչ երկար է բացատրել։ Երիտասարդ աստղերից այդ գտել են ընդհանրապես ինչքան 25 մոտավորապես տարի առաջ ապացուցվել է, որ հոսում է նյութը երկար, սենց մի քանի պարսեկ շիթերի նման եւ հեռանումը սենց պահպանելով ուղղությունը, սենց ոնց որ թե գծեր են, եւ դրա ֆիզիկան եւ իմաստը այդ սկզբից հանելուկ էր, հիմա ագին հարցեր դեռ կան բարձրացնելու համար։ Եվ սենց։ Եվ երրորդը մենք զբաղվում ենք սենց կոչվող նաեւ ֆուորներով, այդ շատ հետաքրքիր աստղեր են։ Այդ անունը առաջարկել է հենց Համբարձումյանը դեռ 71 թվականին։ Ֆուորները այդ սենց աստղեր են, երբ նա դրա մասին ասել է, ընդամենը 2 օրինակ կա։
Աստղերը, որոնք երիտասարդ աստղերը, որոնք պայծառանում են եւ մնում են այսպեսի պայծառացած վիճակում, մոտավորապես 100 անգամ ավելի շատ լույս են տալիս։ Մնում են հարյուրավոր, կարող հազարավոր տարիներ։ Մինչև հիմա դրա շատ լավ բացատրությունը չկա։ Այդ հարցով շատ է զբաղվում գիտնականները, ուղղակի Բայց դեռ հարցերը շատ են։ Հարցերը շատ են, այստեղ ամենակարևոր մոմենտը դա, որ այսպիսի աստղերի օրինակները այդքան քիչ են, որ բոլոր ժամանակակից մեթոդներով, ավտոմատ տելեսկոպներով եւ ամեն ինչով գտել են ընդամենը մոտ 30 հատ։ Բայց դրանք միլիոնավոր կարող են չէ՞ լինել։ Կարան, բայց այս երևի կարճատև երևույթ է աստղի կյանքի նկատմամբ, ու դրա համար դժվար է նկատել։ Իսկ մեր մոտ բյուրականում հաջողվեց գտնել ամենակիչը 2 շատ անսովոր եւ ամենահետաքրքիր ֆորներից եւ եւս մի քանի ուրիշ հետաքրքիր օբյեկտները։ Բան ասպիրանտուհի Հասմիկ Անդրեասյանը վերջերս պաշտպանեց իր PhD թեզը հենց նվիրված այսպիսի հայտնագործությունները։ Եվ դրանք ինչ կարող են տալ մարդկությանը։ Մարդկությանը ուղիղ կապ կա։ Ուղիղ կապ չկա, չնայած երբ մենք գտնում ենք երկնքում, տիեզերքում նոր ֆիզիկական երևույթները, դա միշտ կարելի մտածել, որ դրանից հետո ինչ-որ մի բան կարող լինի նաև բժշկության մեջ օգտագործվի։ Բժշկության մեջ օրինակ ասեմ ձեզ այն բանաձևերը, որի վրա հիմնված այսպիսի հայտնի մեթոդներ, ինչպես կոմպյուտերային տոմոգրաֆիան, ԿՏ եւ MRT, բանաձևերը մաթեմատիկորեն, որոնք այդ նկարագրում են, սկզբից ստեղծված են աստղագետների համար լրիվ ուրիշ աստղագիտական խնդիր լուծելու համար։ Վիկտոր Համբարձումյանն էր, չէ՞, առաջինը։ Դա նա զբաղվում էր այս հարցով։ Բացի դրանից էլ չկա, չէ՞, Ինչի կա, միշտ կա։ Մի մոռացեք, որ օրինակ ճշգրիտ ժամանակը որոշվում է երկրի պտույտը ուսումնասիրելով, դա աստղերի չափումներով։ Այդ կոնկրետ հիվանդությունները բուժում Հիվանդությունների համար դեռ շատ հեռու ենք։ Դեռ հեռու ենք, բայց ինչ կապ ունի օրգանիզմի վրա ինչպես կազդի բացի լուսնից։ Դե լուսինը բանը չէ, արդեն մենք գիտենք հիմա, որ արեգակի մագնիսական դաշտերի եւ կոչվող արեգակնային քամու ազդեցությունը երկրի բավականին հզոր է։ Ձեր ուշադրության կենտրոնում հենց այդ աստղերն են հիմա ներկապահին առաջացող նոր ծնող։ Այո։ Մեծ մասը այդտեղ են ուշադրությունը ձեր սևեռված։ Գիտեք, մեր գալակտիկայում կա մոտավորապես 200 միլիարդ աստղ։ Այդ քանակի մոտավորապես 90%-ը կազմում են ասենց կոչվող մերանջագույն թզուկները, որոնք լրիվ անհետաքրքիր են։ Մենք զբաղվում ենք այն օբյեկտներով, որոնք հետաքրքիր են։ Կոնկրետ ձեզ համար։ Ես ինչ ընդհանրապես աստղագետների համար։ Ասեմ, եթե տիեզերագնացությունը կզարգանա այդքան, որ մենք կարողանանք գնալ ուրիշ մոլորակների վրա, գուցե այսպիսի նռանջագույն աստղերի մոտ կան մոլորակները, որոնք նման երկրի են, բայց մենք դա դեռ չենք իմանում։ Եվ ընդհանրապես Համբարձումյանը ժամանակին այսպիսի նման հարցին սենց պատասխանել։ Մարդը մի շատ հայտնի կենդանած դրանով է տարբերում, որ մեկ-մեկ գոնե վերևան։ Բնակ չէի լսել դրա մասին։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։ Let's talk with Elena Chobanyan.